Օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողների հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 միլիարդ դրամ լրացուցիչ գումար։ Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը ըստ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում մոտ 10%-ով։ Ստանալով էլեկտրաէներգետիկական շուկայի բոլոր լիցենզավորված ընկերությունների պաշտոնական հայտերը մենք ամփոփել ենք եւ ներկայացրել ենք մեր գնահատականը, որքան պետքա լինի սպասվող էլեկտրոէներգիայի թանկացումը առաջիկայում։ Այս պահին արդեն ավելի ճշգրտված մոտեցում ունենք 3.85 դրամ։ Ըստ Նազարյանի հանձնաժողովն այս քայլին գնում է սեփական նախաձեռնությամբ։ Ներկայիս 38 դրամի փոխարեն սպառողները ստիպված են լինելու 1 կիլովատ էլեկտրաէներգիայի դիմաց վճարել 4 դրամ ավել։ Սակագնի հնարավոր փոփոխությունն ընդդիմադիր падգամավորների խոսքերով հիմնավորված չէ։ Ըստ նրանց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ պարտավոր էր հաշվարկներ կատարել։ Հասարակության մեծ մասը վճարող ունակ չէ, հետևաբար սոցիալական լարվածությունից խուսափել հնարավոր չի լինի։ Էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները փաստորեն իրենց գործունեությունը շարունակելու համար գումար են թանկացնում եւ դա պիտի վճարի հասարակությունը եւ երբ որ մենք հարց բարձրացրեցինք ինչու իրենց շահույթից դա չեն փակում, պատասխանը ուղղակի արտառոց էր, որովհետեւ բոլոր այդ ընկերությունները բարձվեց աշխատում են 0% շահույթով, այսինքն առանց շահույթ։ Սա գիտեք, այսպես ասում են 4 դրամ, բայց 4 դրամ այլ կերպ է հնչում, երբ որ ասում ես 10%, 4 դրամը դա արդեն 10% է։ Դա լրջագույն սոցիալական վեր է լինելու Հայաստանի Հանրապետության սպառողի վրա։ Էլեկտրաէներգիայի թանկացումը բացասաբար կանդրադառնա հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերի վրա։ Կբարձրանան նաև առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գները, նշում է ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում, երբ աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակ կա, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել կառավարությունը իրավունք չունի, նշում են ազգային ժողովի падգամավորները։ Բոլոր էներգիակիրների ծախսը ապրանքի ինքնարժեքի մեջ է։ Ցանկացած որևիցե մեկի թանկացում կբերի ապրանքի ինքնարժեքի թանկացում եւ ապրանքի թանկացում։ Այն որ սոցիալական շերտը չի կարողանալու վճարել ազդելու է ուրեմն նրա ունեցած բյուջեի վրա մեկ, երկրորդը որ արտադրողը օզի թե չոզի ինքնարժեքը պետք է բարձրացնի ապրանքի, որ ինքը էներգիա ստանում է, հա։ Այստեղ մտահոգությունը լուրջ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը ոչ թե պետք է հայտարարի, որ թանկացումն անխուսափելի է, այլ փոխարենը այլընտրանքային ճանապարհներ փորձի գտնել, նշում է Հույդա խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Ըստ նրա, ֆինանսական անկայունությունը վերականգնելու համար անհրաժեշտ էր վաղուց միջոցներ ձեռնարկել։ Թանկացումներից կարելի էր խուսափել, եթե իշխանությունները ռուսական թանկ գազի փոխարեն ավելացնեին Իրանից ներկրվող գազի ծավալները, ինչը չի արվել։ Հետևաբար չի բացառվում, որ գնային փոփոխություններն այս կանով չսահմանափակվեն, շարունակում է Վարդանյանը։ Որևէ բան չի կարող ինձ համոզել այսօրվա իրավիճակով, որ եթե նույնիսկ այս թանկացումները լինեն, մեկ տարի հետո մենք նորից նույն խնդիրները չենք ունենալու։ Հայաստանում էլեկտրաէներգիան թանկացել է, եթե չեմ սխալվում, այդ թվերն էլ հարցրեցինք 99 թվականին էապես, դրանից հետո թանկացել է 2009 թվականին, հիմա 2013 թվականին անցած տարի կտրուկ թանկացավ եւ հիմա նորից թանկանում է։ Եվ վտանգ կա, որ սա կարող է անընդհատ ցիկլ լինել։ Մենք պետք է ավելի շուտ այս գործընթացը սկսենք, բայց ցանկացանք միջև վերջ հասկանալու, տարին ամփոփելու, հաշվետվությունները վերլուծելու, իրանց գրավոր ամբողջ հայտերը հասկանալու, նոր հրապարակային ժողովրդի առաջ հանդես գալու։ Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագինը նախորդ տարի բարձրացել էր 8 դրամով, կազմելով 38 դրամ 1 կիլովատի դիմաց, իսկ թե երբեք քննարկվելու հարցը ու երբեք կայացվելու վերջնական որոշումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից դեռևս չեն մանրամասնում։ Փայլակ Վարդյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։